Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էր եկել նաև բազմակի ռեկորդակիր Դավիթ Պետրոսյանը։ Հազոր տղենակ ու ցավը տանեմ ես։ Էլի ուժեղացել ես։ Հա։ Հիմա ինչ մեքենա ես քաշում, լսա տեսնեմ։ Ուզում եմ ատամներով 3 հատ մեքենա քաշեմ։ 3 հատ։ Այդ երբ են քաշ կազմակերպել, լսա։ Լավոր օրը չեմ մտածել։ Երբ որ կասի, երբ որ կազմակերպի, անձամբ Ծառուկյանը ներկա կգա։ Պայմանավորվեցինք։ Այո։ Գագիկ Ծառուկյանին անակնկալ ուներ նաև փոքրիկ Գագիկը, դպրոցից շտապել էր, որ անձամբ տեսնի նրան։ Ոայ դու ցավը տանեմ ես։ Ասա։ Պարոն Ծառուկյան, դուք գիտեք ես ձեր անունն եմ կրում։ Ոայ քո ցավը տանեմ։ Ասված քեզ պապան, ցավը տանեմ, հզոր մարդ ես դառնալու, սպորտով զբաղվում ես։ Ոչ, ես երգիչ եմ։ Կարած երկես, հələ երկի տեսնամ։ Աշխարհին կուզեմ սրտան, ցոքուս խոսքը երկով ասեմ։ Երջանիկ եմ, որ փառապան սիրված պապիս թորնիկն եմ։ Մանկությունից ունեմ պապուս հետ անսահման քաղցր հուշեր։ Նրա տված բարի խրատները չեմ կարող չհիշել։ Ապրես։ Դու մեր երբ ես Ծառուկյանին ուր գալ, ասա։ Անձամբ ես եմ քեզ զանգելի հրավիրեմ։ Պայմանավորվեցինք։ Հանդիպման եկած բնակիչներից մեկը Գագիկ Ծառուկյանին իր տուն հրավիրեց սուրճ խմելու։ Ես շատ եմ երազում, որ ձեզ անձամբ տեսնեմ։ Շատ ուրախ եմ, խնդրում եմ ձեզ բոլորին, իմ տունը մի հատ սուրճ խմենք, եթե չեկա կնեղանամ։ Հենց հիմա, մեծ շնորհակալ ենք պարոն Ծառուկյան, որ ժամանակը խնայեցիք եկաք մեր գյուղ։ Ոչ թե ասեմ կազմակերպեք, որ մի անգամից հիմնական Արարատի մարզում մեծ հավաք լինի, մի 5000-10000 մարդ կամ մի 3 նախադասություն ասեմ ես անգամ ես տենց հանդիպումներ չեմ ուզում։ Ես ուզում եմ ժողովրդի հետ անմիջական շփում, խոսակցություն, հարց ու պատասխան, որ մարդիկ իմանան Ծառուկյանը արհեստական մարդ չի, բնական իրական մարդ է, ձեզնից մեկն է։ Համ հասկանում է, համ տիրապետում է։ Ցանկացած հարցի շուրջ։ Մեր նման մարդիկը տենց էլ ընդունում են ձեզ։ Այդ ցավը տանեմ, շնորհակալ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ, Ծառուկյան, երազանքս կատարված։ Ջերմ ու անմիջական զրույցը շարունակվեց հայկական ավանդական ընտանիքում, սուրճի սեղանի շուրջ։ Պարոն Ծառուկյանի 44-րդ պատերազմի հերոսն է, մասնակցել է կռվին։ Այդ արեքանս։ 24։ Ամուսնացած ես։ Ոչ։ Խիբա։ Փոքր ամուսնացել։ Չէ, դու ժամանակ անձով էլ աղջիկ տվող չի լինես, դրա։ Զգացված եմ, ես իմ ազգին շատ հարգում սիրում եմ։ Մենք ուրախ առիթներով հանդիպենք, կնունք, ծնունդ, հարսանիք, ուրախություն ու խաղաղություն որ լինի։ Դավերի քոջախը միշտ ուրախություն, երջանկություն, կնունք, ծնունդ, հարսանիք։ Եղավ, պարոն Ծառուկյան, տալս եմ։ Շատ ուրախ։ Գագիկ Ծառուկյանը նոր խարբերցիներին հրաժեշտ է տալիս մոտ ապագայում կրկին հանդիպելու ակնկալիքով։ Գնացի, ստեցություն։ Ես բոլորին եմ լսում, ես հավանություն եմ տալի այն մարդկանց, ովքեր ազգային ոգի ունեն, ճիշտ տղամարդկային ձևակերպում ունեն, ավելորդ բառեր չեն խոսում ինչ-որ մեկի մասին, այդ ամեն ինչը կա պարոն Ծառուկյանի մեջ ճանաչված մարդ է, ու հենց այնպես չի, որ մարդիկ հարգում են, այդ սպորտային միջոցառումների ժամանակ էլ ենք նայում, տարբեր տեղերից են գալի, գնահատականներ են տալիս, սպորտը, sense ծաղկումը, իրա օրոք, իրա միջամտությամբ։ Մարդու արածը պետք է գնահատվի, այդքան բան։ Ինքը նմանակը չունի մեր հանրապետությունում, իր գործունեության մակարդակով, իր հնարավորություններով, իր ցանկություններով ամենակարևորը, որ միշտ բնակության կողքին է կանգնած, իր բարեգործությունները սահմաններից դուրս է մեր Հայաստանը։ Իրան միշտ հարգել եմ ու իր միշտ ամեն ինչին հետևում եմ, միշտ լավն եմ տեսել ու ամեն ինչով ես միշտ իր կողմից եմ ու միշտ Աստված իր կողմից։ Ինչ սպասումներ ունեք իրենից։ Շատ աշխատատեղեր էլի նորից կբացի, էլի աշխատատեղեր կստեղծի։ Ժամանակից պատրաստված մարդ է, գործի մարդ է։ Նա ռեկլամի մարդ չի, էլի, ինքն իրան չի գովազդում։ Ուժեղ մարդ է, գործարար մարդ է։ Մեզի տեղ ուժեղ անհատներ են պետք, եթե ինք մարդը
կայուն չելա, իր դիրքում չելա, ոչ մեկն էլ իր հետ հաշվի չի նստի։ Իրան հաջողություն։ Մեծ գործեր ունի կատարած իր աշխատանքները, իր գործերին բոլորս ականատես ենք եղել։ Մենք կոնկրետ Խարբերդ համայնքում էլ շատ ենք տեսել իր օգնությունը։ Հաջորդ կանգառը Արարատի մարզի Արևաբույր համայնքն է։ Մինչև բնակիչների հետ զրույցը Գագիկ Ծառուկյանը այստեղ եւս հարգանքի տուրք է մատուցում Արցախի տարբեր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։ Արևաբույրցիների հետ զրույցը եւս ջերմ է ու անմիջական։ Գագիկ Ծառուկյանը լսում է յուրաքանչյուրին, բաց ու անկեղծ պատասխանում բարձրաձայնված հարցերին։ Այսօր եկել եմ ձեր հետ խոսելու, լսելու, հարցերը բարձրացնելու, ես գիտեմ, այսօր վիճակը սաղ պարտքի տակ, վարկի տակ, խեղճացած, կոտրված, մտքերի մեջ, մոլորված չգիտի ինչ անի եղբայրը։ Երիտասարդությունը ուզում է երկրից գնա, լավ ուրիշ չի գնում։ Հիմա հանդիպել եմ ձեր հետ ձեզ լսելու։ Ինչ կա ժողովուրդ, ասեք ես։ Ձեզ որ տերում ենք շատ ուրախ ենք, պարոն Ծառուկյան։ Գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են։ Հողերը մշակելու, վարուցան կատարելու համար Արևաբույրում եւ հարակից համայնքներում անհրաժեշտ գյուղտեխնիկա չկա, ասում են բնակիչները։ Խնդիրները շատ են, պարոն Ծառուկյան։ Այս մեր երկու համայնքը հիմա գարնանային այս աշխատանքների կապակցության հիմնականում տեխնիկայի խնդիր է, որ չունենք։ Ասֆալտ են անում, ես ինչ եմ բարձրացնում, չի լինում հնարավորություն, որ իրանց հետ հանդիպենք։ Այսօր ունենք ցա, որ կարող ենք մտնենք ազգային ժողով դուր թակենք, ասենք մենք այս մեր գյուղացիներով այս խնդիրն ունենք, էսա մեզ պետք է նա պետք է։ Ընտրությունից ընտրություն են հիշում, պարոն Ծառուկյան։ Շատ լավ է, որ մենք ձեզ հանդիպել ենք, մեր ձայնը բարձրացնում ենք երկու համայնքի կողմից եմ ասում։ Բայց չէ չեն գալի ձեր հետ զրուցում ինչ ապել ժողովուրդ։ Նախարարը, գյուղնախարարը, եթե գա բարձրաձայնենք, բայց ոչ կա ոչ չունենք, այո։ Դրա համար ձեզ ենք ասում։ Պետք է գյուղացուն ֆինանսավորվի, որ պետք է համարժեք իր հողի չափով։ Այդ բոլոր հնարավորությունները պետք է գյուղնախարարություն լինի, որ սաղ կարգավորի։ Գյուղնախարարություն չկա։ Ում պետք է գնա դիմասը, որ այսօր բարակտանություն չկա, մեխանիզմ չկա, սիլիտրա չկա, ընդունման կետ չկա, ինչ անի։ Դա համար կեսը չեք մշակում, ճիշտ է։ Թողած է։ Երիտասարդություն ուզում է անի, բայց հնարավորություն չունի։ Ծառուկյանի սիրտը ցավում է, որ իր ժողովուրդը այս խեղճությունից դուրս գա, այս վարկի ու պարտքի տակից դուրս գա, որ երեխաները չթողեն երկրից գնան, երկիրը դադարվի։ Արևաբույրում նաև խմելու ջրի խնդիր կա։ Տարիներ շարունակ հարևան գյուղից են ջուր բերում։ Խմելու ջրի հարց ենք ուզում լուծենք գյուղում։ Ինչեւ է խմելու ջուր։ Ունենք, բայց անորակ ջուրը։ Արտիզան ջուրը, այո։ Արտիզան ջուրը էլ կարելի ասել, հա։ Գառնա ջուրը գյուղով անցնում է, բայց մենք չունենք։ Հարևան գյուղից են գնում խմել համար ջուր բերում։ Շատ խնդիրներ ունենք, շատ խնդիրներ։ Խմելու ջուրն է, մնացած բոլոր հարցերն է, աշխատատեղն է, վարկերն է, թոշակներն է, պարտքերն է, առողջապահությունն է։ Այսօր այս վիճակին հասել ենք սխալ կառավարման շնորհիվ, որ այսօր գրեսել դիմեցել կարող 6 ամիս պատասխանը չկա, ոչ մեկի վեճը չի։ Իմ համակարգում չկա տես բան, չեմ կարա կամ ածածը տեղում չկատարել։ Եթե վարձավճար ստանում աշխատում է, նա պարտավոր է աշխատանքը 5-ի կատարել։ Դուք գյուղով մեկ պետք է լինեք, մի մարդու պես գյուղ կայնի գերանքը կոտրի։ Հարցադրումը սա է մեր խնդիրը։ Ուզում է իշխանություն լինի, ուզում է անդիմություն լինի, ով ուզում է լինի։ Այս խնդիրը ով է կարգավորում, կարա կարգավորեք։ Թե չէ, որ չեն կարգավորում, ով է մեղավոր, որ դուք իրար կողք չեն կրնում, ով է մեղավոր։ Դուք մի մարդ պետք է լինեք, իրար հետ քննարկեք, իրար հետ որոշեք, իրար հետ պահանջեք։ Պետությունը պետք է ձեռք մեկնի հողի մշակին, աշխատելու պայման ու հնարավորություն ստեղծի, որպեսզի գյուղացին չբռնի արտագաղթի ճանապարհը։ Անմիջական զրույցի ընթացքում արևաբույրցիները շնորհակալություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին Քրիստոսի արձանը կառուցելու եւ կարևոր առաքելության պատասխանատվությունը ստանձնելու համար։ Դուք այսօր մի գործ եք ձեռնարկել, որ ամբողջ Աստծուն խոսում դրա մասին։ Նկատի ունեմ համալիրի Քրիստոսի համալիրի համար։ Դա համար խորին շնորհակալություն եմ հայտնում ամբողջ համայնքի կողմից։ Լավ եղեք, լավ առիթներով հանդիպեք։ Երկրի թող խաղաղություն լինի։ Մեր ժողովուրդն էլ թող այդ մեջքը կարողանա ուղղել խեղճությունից դուրս գալ, այդ ցավը։ Շնորհակալություն, ստեցություն դες։ Հաջորդ համայնքը, որտեղ սպասում են Գագիկ Ծառուկյանին, Արարատի մարզի Նորամարկ գյուղն է։ Ինչ հարցեր ունեք, թողեք տալ կպատասխանեմ։ Ես մի հատ կարծիք ունեմ։ Մարդ որ կարում է միջնորդի, հովանավորի, քաջալերի սպորտին, ուրեմն այդ մարդը սկսում է մարդուն կրթել մանկուց։
Ես ձեր այդ տեսակը հարգել եմ 30 տարի առաջ ու հարգում եմ հետս կտանեմ այն աշխարհ։ Ես մի քանի օր առաջ մեկ այդ մտքերի փոխանակում էինք անում, ասում եմ այդ մարդը ուխտ էր կապել 7 հատ եկեղեցի սարքել, սարքեց։ Մնաց, մեկ էլ ասեց Քրիստոսի արձանն եմ սարքում։ Մնաց, հիմա էլ ասում է հայ մոր արձանն եմ սարքելու։ Այս ամեն ինչը մենք տենում ենք, դուխավորվում ենք։ Այո, եկեղեցիներ, Քրիստոսի արձան, հիմա Նոյան տապան, որ էլ դա մերն աշխարհում եք, բոլորը պետք է իմանան, որ մարդկությունը Հայաստանից է, ոնց որ առաջի քրիստոնեազն ենք, մարդկությունն էլ է Հայաստանից։ Այ մի անգամ հեսա որ տակերն ընկնի կազմակերպի, եկեք ձեր տարածքով, մի հատ քար դրեք, աղոթքը շուրցերի նպատակ պայեք, անպայման իրականություն կդառնա, որ գաք կզգաք այդ հզորությունը։ Երբ որ ցանկանա զանգի անձամբ ես կդիմա, ես ամեն օր սալ բարձրանում եմ ընդ աշխատանքներին հետևում։ Բնակիչները կարևոր համարեցին նաև հայ ազգային արժեքների պահպանման կարևորությունը։ Համընդհանուր չարիք համարվող թմրամոլությունը թակել է նաև գյուղի բնակիչների դռները, թիրախում հիմնականում երիտասարդներն են։ Հիմա ես այսօր պարզ հասկանում եմ, որ մեր երիտասարդությունը տանում են դեպի նարկոտիկ, ամեն շենքի, ամեն պաձեստ իր դեղի վաճառքող ունի, ամեն գյուղի, ամեն փողոց իր դեղ ծախողը ունի։ Մեր երեխեքին փչացնում են, մեր երիտասարդությանը բթացնում են։ Բոլորին հանել են մեկը մեկի դիմաց։ Այո, մենք պետք է ունենանք ուժեղ երիտասարդություն, որ պարապեն։ Այսօր ես հատուկ ստեղծել եմ խումբ երիտասարդների եւ սպորտսմենների, որ պետք է պայքարենք թմրամոլության դեմ։ Այսօր դա չարիք է։ Այսօր ծնողը անհանգստանում է, բայց այսօր մենակ դա իմ բանը չի երիտասարդը։ Այսօր ծնողներն էլ, ուսուցիչներն էլ, պետությունն էլ պետք է դրա դեմ պայքարի։ Դա չարիք է, դա վերջացնում է ամեն ինչը, դա սրբություն ամեն ինչ վերացնում է։ Ես երկու աղջիկ ունեմ, տղա ունեմ, վախենում եմ։ Չես չգիտեմ այդ երեխու վերջնիշ կլի, թող դառնա զինվոր եթե կռվի, թող զոհվի, թող վիրավորվի, ես էլ հետը կգնամ, բայց իմանա սկզբունքի համար, ինչի համար։ Ոչ թե չունեն դու։ Չէ։ Ուրեմն պարտադիր պետք է ունենաս, որ այդ գեները շարունակի ծուխը ծխի աղջիկներին էլ թևոթիկում լինի։ Դաժե մեկի տեղ երկու հատ պետք է ունենաս, որ Տարի գնամ Սուրբ Հովանես, ձեր օրինակին հետևել։ Քո ցավն էլ տանեմ, անպայման իրականություն կդառնա։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ, այսօր իրոք հայը իր ապրածով, իր պահվածքով, իրադարձով, ավանդույթով տարբերվում է աշխարհի բոլոր ազգերից։ Դա պետք է պահենք, պահպանենք, դա մեր հպարտությունն է, դա մեր պատմությունն է, դա մեր կենսագրությունն է։ Գագիկ Ծառուկյանը նորամարգցիներին կոչ է անում միասնական լինել, որպեսզի կարողանան դժվարությունները պատվով հաղթահարել։ Այսօրվա անելիքները դժվար ու ծանր են, եղբայր, բայց ցանկացած խնդիր լուծում ունի։ Դրա համար այսօր ես հատուկ անձամբ ոչ թե կազմակերպել եմ 5000 հոգի հավաքեք ընդհանուր Արարատի մարզը մի հատ, արմավիլա, այլ ասեմ ես ուզում եմ իմ ժողովուրդը չփվեմ։ Լսեմ այդ մարդկանց։ Ու լսելով քոպես մարդիկ իրոք հայրենասեր, նվիրալ, ընտանիքի հայր, հայրենասեր ադատով ավանդով ավելի ոգևորում եմ, որ ամեն ինչ դեռ կորցրած չի, ամեն ինչ արժեվ։ Ձեզնից մեկն էլ ես եմ։ Այո, ես այսօր ինչ-որ բան չունեմ անելու մի բանի հասնելու, բայց էս էլ բան չի, եղբայր ջան, պետք է ազգովի լավն են։ Գագիկ Ծառուկյանի Արարատի մարզ կատարած այցելության վերջին կանգառը Ռանչպար գյուղն է։ Բարով եք եկել։ Դե ասեք տեսնեմ ինչ հարց ունեք, ասեք պատասխանեմ, իմ տեսակետը հայտնեմ ձեզ, ասեք։ Ես ասեմ, պարոն Ծառուկյան։ Ասեք։ Առաջնահերթ մեզ պետք է գազը վերանորոգեն, գազը քաշենք։ Այս 4 տարի տրուբաները քաշածա գազ չունենք։ Տրուբակա գազ չկա, այո։ Լինաները քաշածա տները չէ։ Բա ինչ հատիմել եք, ի՞նչն է պատճառը։ Ում դիմի քաղաքապետարանին անցյալ տարի ասել եմ ասում չեմ կարապատեմ։ Շուտով կլի։ Եթե գազը քաշածա, պետք է նախատեսված լինի, որ գազը միացնեն։ Իրանց հարցը։ Հարցնեմ իրանց, ես պատասխանեմ, ի՞նչն է պատճառը, խնդիր չկա։ Հենց այսօր քեզ կպատասխանեմ, դու ժողովրդին տեղակ կպահես։ Եղա, պարոն Ծառուկյան։ Հենց այսօր։ Ռանչպարում շատ են տարբեր տարիներին Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, ասում են ամբողջ կյանքում աշխատել, տուն ու տեղ են դրել, արդյունքում ամեն ինչ կորցրել են։ Պետք է մեր պետությունը, մեր ժողովրդի համար կառուցել տներ։ Այն գումարը, որ Հայաստանը տրամադրում էր Ղարաբաղին տարեկան
400 միլիոն, 2 տարվա գումարով 25,000 բնակարան կկառուցվեր, 50-ից 60 քառակուսի, որ լիարժեք կտրամադրեր մարդկանց, կասեր ես գյուղում, ես տարածքում քու բնակարանն է։ Ով քաղաքից էր, Ստեփանակից էր, քաղաքի շրջակայքում։ Կարելի էր կառուցել, մարդկանց ցուցակագրել, տները բաժանել, մի հատ էլ որոշում կայացնել, որ այս տները իրավունք չունեն 20 տարի վաճառելու։ Սա տրված ածեց որպես մեր հայրենիքից, որ դուք բնակվեք։ Չլուծվող խնդիր չկա, հայրիկ։ Ավելի քան 1 ժամ տևած հանդիպման ընթացքում ռանչպարտցիները բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնում ու լսում դրանց վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած լուծումները։ Հավաքվեք գյուղով, իրար կողք կանգնեք, նայեք, խնդիրը կարգավորեք, ապրեք, չչարչարվելով ոչ մի բանի չես հասնի։ Ոյ վերևից բաներ ոսկի չի թափելու, ցավոտ։ Դրեք պահանջեք, եղբայր ջան։ Նախարարությունը բացեն, թող պատասխանատուն գա, թող ժողովրդին առանց տոկոս վարկ հեկտարի չափով տրամադրի։ Ոչ թե տոկոս դնի վրան անտոկոս, որ դու աշխատես քո տունը պահես, երեխան չգնա երկրից։ Երիտասարդները Գագիկ Ծառուկյանին հարցեր ունեին նաև սպորտի ու առողջ ապրելակերպի ծրագրերի վերաբերյալ։ Նրան տեղեկացնում են նաև, որ գյուղում սպորտով զբաղվելու համար հարմարություններ չկան եւ շատերը ստիպված քաղաք են գնում։ Գյուղում ունենք լիքը տղաներ, որոնք սեր ունեն սպորտի հանդեպ, բայց ոչ բոլորը հնարավորություն ունեն, օրինակ գնալ կողի քաղաք Մասիսում, օրինակ զբաղվեն սպորտով։ Ծառուկյանը սպորտի մարդ է, որը սպորտը բարձրացրել է, որ այսօր կարող է հայազգի պատիվը բարձր պահեն, որ այսօր բոլոր ոլորտներով աշխարհում, Եվրոպայում օլիմպիական մեդալներ են գրում։ Իմ նպատակը հենց երիտասարդներ, որ փողոցից կտրվեն։ Հրաժեշտից առաջ Գագիկ Ծառուկյանը բերքարատ ու բարեհաջող տարի է մաղթում գյուղացիներին, կոչանում չհուսահատվել, վստահեցնում, միասին կարող են լուծել բոլոր խնդիրները։ Շնորհակալություն համեցեք։ Գոյակապեր ասելը, լսելը, խոսելը շատ հաճելի է։ Ժողովուրդը տեսնում են, բարեհոգի մարդ է, բոլորին հարգող, սիրող, պատվող։ Մեր հայնա, մեր երկրի մարդն է շատ շուտվանից ճանաչում ենք։ Ծանով մարդ, մեծ անունով բարերար, սպորտի համար նվիրված մարդ, կարևորը այդ հարգանքն է, որ դա սրտանց ասում, մենք իրան հարգում ենք։ Որպես մեծ մարդ, որին Տիրանով կարացել է կայանա անի ու շատ մարդկան շատ բաներ արել։ Չի անտեսել եկել ասել աստեղ մեր հարցերը բարձրացրեցինք, լուծումներ տվեց, կամ հնարավորություն մարդն ունի։ Այդքան տելևիզոր ենք նայում, այդքան հայերի մեջ հաղթողներ կան, այդքան սա իր շնորհքն է։ Մենք վստահ ենք, որ ինչ որ ինքը ասում է, իմանում ենք, ինքը կանե։ Որպես մեծ մարդ ինքը շատ մեծատառով անձնավորություն է, մենք իրան այս պայն չենք ճանաչում, միշտ ենք ճանաչել, միշտ ժողովրդի կողքին է եղել, դի պարզ է բոլորից համար։ Ինչ հիշում ենք մենք իրան, ինքը միշտ մարդկային քայլերով է դիմել ժողովրդին։ Հարգված լավ մարդ է ինքը։ Ազգի մասին մտածող, Աստված վերևը կա նայում է։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան։